Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալը դառնում է ինտրիգներով լի, լարված, խորքային։ Լիլիթի կերպարը վերջին զանգը սերիալում հասել է ամենավտանգավոր փուլին, սա արդեն ոչ թե վիրավորված կին է, ոչ խանդից կուրացած մարդ։ Նա կերպար է, ով անցել է բոլոր կարմիր գծերը։ Եթե մարդը կարողացել է զենք բարձրացնել քրոջ վրա, եթե սեփական հորը հրել է ու դարձել նրա մահվան պատճառ, ապա այդ մարդն այլևս սահմաններ չի ճանաչում։ Արամն ու Սոսը դա հասկանում են ամենից լավ, նրանք տեսնում են Լիլիթի հայացքը, լսում են նրա խոսքը, եւ այդ ամենի մեջ չկա զղջում, չկա վախ, չկա կանգ առնելու պատրաստակամություն։ Այստեղ արդեն խոսքը միայն Աննայի կամ Անգելինայի մասին չէ, խոսքը բոլորի անվտանգության մասին է։ Արամը կանգնած է կյանքի ամենադժվար ընտրության առաջ, մի կողմում մայրն է, մյուս կողմում ճշմարտությունը։ Նա լսել է խոստովանությունը, նա գիտի, որ Բագրատի մահը պատահականություն չէր, նա այդ մասին ասել է նաև հորը, և նա հասկանում է, որ լռությունը կարող է նոր զոհերի բերել։ Արամը դեռ լռում է, բայց այդ լռությունը երկար չի տևելու։ Սոսը երբեք չի վախեցել իր համար, բայց հիմա նա վախենում է Աննայի, Անգելինայի համար։ Նա գիտի, որ Լիլիթը չի նահանջելու, նա չի ընդունելու պարտությունը, նա կփորձի վերջին հարվածը հասցնել այնտեղ, որտեղ ամենացավոտն է, և այդ վախը հիմնավոր է։ Ֆաինայի վերադարձն այս փուլում պատահական չէ, նա գալիս է ոչ միայն որպես Աննայի դուստր, այլ որպես ուժ, որը կարող է պահել մորը կյանքի ու մահվան սահմանին։ Ֆաինան կողքին կլինի ոչ միայն հիվանդանոցում, այլ նաև ճշմարտության բացահայտումների և բախումների պահին։ Նրա ներկայությունը հավասարակշռություն է բերում, նա այն կերպարն է, ով կարող է սառնասրտորեն գնահատել իրավիճակը, երբ մյուսներն ապրում են զգացմունքների մեջ։ Օրեր առաջ հրապարակված կադրերը, որտեղ Լիլիթը հայտնվում է Միքայելի տանը, հեռուստադիտողներին ստիպում են լրջորեն անհանգստանալ։ Այս այցը չի կարող խաղաղ ավարտ ունենալ։ Միքայելը Լիլիթի համար դարձել է հարմար, թիրախ մարդ, ով արդեն ամեն ինչ կորցրել է, մարդ, ով հոգեպես կոտրված է, մարդ, ով գուցե այլևս չի դիմադրի։ Հնարավոր է, որ Լիլիթը փորձի սպանել Միքայելին։ Այդ տարբերակը բացարձակապես բացառված չէ, հատկապես հիմա, երբ նա գործում է առանց վախի, առանց հաշվարկի, առանց հետ նայելու։ Հենց Էմմա Մկրտչյանն էր հրապարակել սոցիալական ցանցիր էջերում այդ տեսանյութը, որտեղ երևում է, որ Լիլիթը գնացել է Միքայելի տուն։ Թե որն է այնտեղ գնալու և ինչ նպատակներ է այդ ամենը հետապնդում, ցույց կտա ժամանակը, բայց որ Լիլիթը հենց այնպես չի հայտնվել Միքայելի տանը, դա փաստ է։ Շատ հեռուստադիտողներ ենթադրում են, որ Միքայելի կերպարը դեռ վերջին խոսքն ունի։ Գուցե հենց նա լինի այն մարդը, ով իր կյանքի գնով կկանգնեցնի Լիլիթին։ Գուցե սա լինի նրա վերջին քայլը, ոչ արդարացում, ոչ փրկություն, այլ պարզապես փորձ չթողնել, որ ևս մեկ կյանք կործանվի։ Սերիալը մոտենում է իր եզրագծին, վերջին զանգն իր ամենալարված փուլում է։ Այստեղ այլևս ոչ մի քայլ պատահական չէ, յուրաքանչյուր հանդիպում կարող է լինել վերջինը, յուրաքանչյուր որոշում ճակատագրական։ Մի բան հստակ է՝ Լիլիթը ձեռքերը ծալած չի նստելու, և եթե նրան ժամանակին չկանգնեցնեն, նա պատրաստ է ամենավատ քայլին։ Առջևում են սերիալի ամենավտանգավոր, ամենաինտրիգային և ամենասպասված դրվագները, որտեղ յուրաքանչյուր վայրկյան կարող է փոխել ամեն ինչ։ Այնպես որ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, արդյոք իսկապես Լիլիթը կհասնի Միքայելի տուն, որպեսզի նրա ասի այն ամենը, ինչ մտածում է։ Իսկ Աննան հիվանդանոցում սեր խոստովանեց Միքայելին։ Միքայելը չէր հավատում իր ականջներին, մտածում էր, որ Աննան գտնվում է դեղերի ազդեցության տակ, բայց Աննան խոսում էր համոզիչ ու կարողացավ Միքայելին համոզել, որ իսկապես այսքան ժամանակ սիրել է Միքայելին ու նա Աննայի ճակատագիրն է եղել։ Իհարկե, այդ ամենին ականատես եղան նաև Սոսն ու Անգելինան։ Սոսը հասկացավ, որ Աննայի կյանքում նա այլևս տեղ չունի, ու դա ծանր հարված էր նրա համար։ Նա հասկացավ, որ այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ,
ուղղակի նա պետք է ապրի իր երեխաների համար, քանի որ իր կինը Լիլիթը արդեն հոգեկան խանգարման եզրին է հայտնվել ու շատ շուտով պետք է արդարադատության առաջ կանգնի, իսկ Աննան, ում սիրել է իր կյանքից առավել, իրեն չի սիրում։ Այսքան տարիների ընթացքում ինչ-որ բան փոխվել է և բնականաբար նա այլևս նույնը չէ։ Իսկ Անգելինան իր ծնողներին ասում է հղիության մասին։ Բնականաբար այս ամենը շոկ էր հատկապես Վիկտորիայի համար, որովհետև նա այս ընթացքում պայքարում ու խանդում է Անգելինայի կենսաբանական ծնողներին։ Նա չի ուզում տեսնել ոչ Սոսին ու ոչ Աննային, ու նրանց մասին յուրաքանչյուր խոսակցություն դառնում է ծանր սթրես Վիկտորիայի համար։ Ավագը փորձում է նրան կանգնեցնել, բայց դեռ չի հաջողվում։ Իսկ թե ինչպես կորոշի Վիկտորիան հաշվի առնել Անգելինայի ցանկություններն ու թողնել, որպեսզի նա երջանիկ լինի իր ծնողների հետ, ցույց կտա ժամանակը։ Հեռուստասերիալին մնացել են հաշված սերիաներ։